Քոլեջների ընդունելության կարգը Հայաստանում փոխվել է, նոր կանոնները սկսելու են գործել արդեն 2026-27 թվականների ուսումնական տարվա ընդունելության ընթացքում։ Ամենակարևոր փոփոխությունը վերաբերում է ընդունելության գործընթացի թվայնացմանը։ Դիմորդները հայտերը ներկայացնելու են էլեկտրոնային եղանակով, իսկ անձնական տվյալների եւ մի շարք փաստաթղթերի գերակշիռ մասը համակարգը ստանալու է ինքնաշխատ պետական տեղեկատվական բազաներից։ Սա նվազեցնելու է թղթաբանությունը, ընդունելությունը դարձնելով ավելի արագ ու հարմար։ Նոր կարգով դիմորդները հնարավորություն կունենան մեկ միասնական հարթակում ծանոթանալ մասնագիտություններին, ուսման տևողությանը, ընդունելության պայմաններին եւ նույնիսկ ուսումնառության պայմանագրի հիմնական դրույթներին միջև հայտ ներկայացնելը։ Կրթությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը թվայնացվում են, ինչը հնարավորություն է տալիս նույնականացնել սովորողին եւ դա հնարավորություն է տալիս տարբեր տիպի ծրագրերից օգտվելու համար ունենալ թվայնացված տվյալներ, ինչպես նշեցի, մենք ունենք գերակա մասնագիտությամբ սովորելու հնարավորություն, կրթաթոշակ ստանալու հնարավորություն, մենք ունենք տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորություն քոլեջներում։ ԿԳՄՍ նախարարության իրավասուները հայտարարում են, որ ապագայում նախատեսվում է աստիճանաբար հրաժարվել դասական հեռակաուսուցումից եւ ներդնել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության նոր ձևաչափեր։ Թեև ամբողջությամբ սա դեռ չի կիրառվում, բայց առաջին անգամ ամրագրվել է նոր կարգում, հստակեցվել է նաեւ, որ ընդունելության քննություններ կլինեն միայն այն մասնագիտությունների համար, որտեղ անհրաժեշտ կլինի ստուգել դիմորդների մասնագիտական կարողությունները, օրինակ արվեստի, սպորտի եւ առողջապահության որոշ ուղղություններում։ Մյուս մասնագիտությունների դեպքում ընդունելությունը կկազմակերպվի առանց քննությունների ըստ մրցութային կարգի։ ԿԳՄՍ նախարարությունում նշում են, որ այս փոփոխությունների նպատակը բոլոր դիմորդների համար ընդունելության գործընթացը ավելի թափանցիկ, պարզ եւ հասանելի դարձնելն է։ Մենք նախատեսում ենք, որ մյուս տարի արդեն կկարողանանք ոչ միայն ցուցադրել մրցույթային առարկաները տվյալ մասնագիտությունների համար, այլ մրցույթը որոշակիորեն ավտոմատացնել։ Այսինքն նույնիսկ հաշվարկը ոչ թե թողնել, որպեսզի իրականացվի ձեռքով, այլ ելնելով այն հանգամանքից, թե մրցույթային առարկաների գծով երեխայի արդյունքները ինչպիսին են, քանի որ նաև վկայականը թվայնացված է, նաև հաշվել վկայականի միջին գնահատականը եւ մրցույթային պայմաններից ելնելով ավտոմատացված եղանակով տալ թե որ երեխան է, որ առաջին, անվճար քան տեղերին համապատասխան, քան որ երեխաներն են ընդունվել տվյալ մասնագիտությամբ։ Քոլեջների ընդունելության դեպքում համակարգի փակվելու հետ կապված խնդիրներ չեն լինի, վստահեցնում են գերատեսչության ներկայացուցիչները եւ նշում, թե տվյալ որ մասնագիտությունների համար որքան տեղ է հատկացրել պետությունը անվճար ու վճարովի համակարգում։ Ինքնաշխատ եղանակով կհայտնաբերվեն նաեւ ավագ դպրոցի եւ քոլեջի ընդունելությունից դուրս մնացած երեխաները։ Հայտերի ընդունումը կսկսվի այսօրվանից մինչեւ օգոստոսի 10-ը, իսկ ոլորտային ընդունելությունների համար, որոնք կանցկացվեն նաեւ քննությունների միջոցով, կտևի մինչև հուլիսի 24-ը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։